Ինչ եք արգրավել։ Մենք լրագրողներ ենք կներկայացնենք ինչ գործի շրջանակներում եւ ինչ եք արգրավել Իզմիլյան ԲԿ-ից։ Պարոն Ալբանդյան, ինչ են արգրավել ձեր սենյակից։ Իսկ ինչ գործի շրջանակներում Իսկ տեխնիկապես հնարավոր է հարկել չտալ պետությանը եւ այսպես սպասել։ Ամեն դեպքում պաշտոնական հաղորդագրությունը նկատի ունեցեք, որ դա է եղել քննչականի կողմից, որ եղել են ֆինանսական հոսքեր եւ հարկեր չեն վճարվել։ Իսկ դուք անհանգստություն ունեք որոշակի, թե ոչ։ Ոչ մի կերպ։ Իսկ սպասելի է ձեզ համար իրավապահների այցը։ Խնդրում եմ, դոկտորից հարցեր եք տալիս, չեմ ուզում որևէ ձեր պատասխան։ Սա էմոցիոնալ հարցեր նստեցին։ Նախաքննական գաղտնիք չեն հրապարակում։ Խնդրում եմ ձեզ։ Կնշեք ինչ եք արգրավել։ Կամ ինչ գործի շրջանակ։ Սենյակից համակարգիչ։ Իսկ ինչ գործի շրջանակներում է եղել խոզարկությունը։ Իդեպ դուք ամենամեծ հիվանդանոցում չեք Երևանի եւ ամենամեծ հիվանդանոցի մասին մամուլը պարբերաբար է գրում չարաշահումների մասին։ Հետարքեր որ ոչ թե դուք այնտեղ եք, այլ այստեղ, որը կապվում է եկեղեցու հետ։ Դրա համար են լրագրողներով տարակուսած ձեզ հարցեր տալիս։ Սրանք Փաշինյանի հարցազրույցի հետևանքներն են, ձեր այցը, խոզարկությունները, Աստված մի արասել եւ նաեւ զարփակալությունները։ Պարոն Ալբանդյան, նաև հարցեր էին հնչում, թե ոչ։ Նաև հարցեր էին հնչում, թե ոչ։ Քննիչների կողմից։ Խնդրեմ, փաստաթղթերով լեցուն է փոխտնօրենի սենյակը ֆինանսական գծով Իզմիլյան ԲԿ-ում ենք եւ առավոտյան 9-ից իրավապահները ներխուժել են այս ԲԿ խոզարկությունները շարունակվում են մինչ այս պահը Պարոն Չարչյանի սենյակում, ով Իզմիլյան ԲԿ-ի տնօրենն է։ Իսկ գլխավոր հաշվապահի եւ հաշվետարի համակարգիչները արդեն իսկ արգրաված են։ Փոխտնօրենի սենյակից եւս համակարգիչ դուրս բերվեց։ Ոնց որ այստեղ են դուրս գալի։ Աշխատակիցներից ոչ մեկ չի խոսում այս հետ։ Մենք բնականաբար նախաքննության վերաբերյալ հարցեր չենք տալ, ընդհանրապես անկխոսեց հնասական դեմ։ Նորա ավարտվեց խոզարկությունները տնօրենի սենյակում։ Սա մեկնաբանությունները կտան։ Այս ամբողջը խնդրում եմ պատճառ երկու օրինակից, հա։ Ժորժ ջան, տեսեք, ուրեմն նախաձեռնվել է քրեական վարույթ չարամտորեն հարկերից խուսափելու եւ փողերի լվացման համար։ Քրեական վարույթը նախաձեռնվել է դեռևս 2025 թվականի հոկտեմբերի 8-ին։ Ամեն դեպս հաղորդում այդ ժամանակ է ներկայացվել, ամսինին արդեն քրեական վարույթը նախաձեռնվել է։ Իսկ ֆիքսենք, որ քրեական վարույթը նախաձեռնելուց հետո միայն 4 ամիս անց որոշել են համապատասխան խոզարկություններ կատարել։ Գործի փաստական հանգամանքները վերաբերում են հետևյալին. նախաքննական գաղտնիքը հրապարակելու տեսանկյունից, որպեսզի նման խնդիր մենք չունենանք, որոշակի փաստական հանգամանքներ ներկայացնեն, որպեսզի նաև հանրության համար որոշակի լինի, թե ինչ է տեղի ունենում եւ ինչ գործի հետ գործ ունենք։ Ուրեմն փողերի լվացման եւ հարկերից
խուսափելու հետ կապված գործը վերաբերում է հետևյալին, որ Իզմիրյան բժշկական կենտրոնը 2015 թվականից 25 թվականները իր կարիքների համար ձեռք է բերել ապրանքներ, բժշկական պարագաներ, իբրև Հայաստանյան Սուրբ Առաքելական եկեղեցու հետ փոխկապակցված հոգևորականների հետ փոխկապակցված ընկերություններից ավելի բարձր գնով, չնայած որ ուներ իբրև հնարավորություն ավելի նվազ գնով ձեռք բերել այդ պարագաները, տվյալ պարագայում ուղղակի անմիջապես ներմուծող եւ արտադրող ընկերություններից, այդ կերպ իբրև նաեւ դրանով թույլ է տվել, որպեսզի այդ ընկերությունները, որոնք ունեն իբրև փոխկապակցվածություն Հայաստանյան Սուրբ Առաքելական եկեղեցու բարձրաստիճան հոգևորականների հետ, իրենց համար առաջացրել են մեծ շահույթներ, այդ կերպ խուսափել են առանձնապես խոշոր չափերով հարկերից եւ արդյունքում որոշակի գործարքներ կատարելով իբրև լեգալիզացվել են համապատասխան դրամական միջոցները։ Այսինքն գործը բարձրաստիճան հոգևորականների մասին որոշակիացված տվյալներ այդտեղ առկա չեն, ինչ վերաբերվում է թվաբանական ցուցանիշին հրապարակելու հնարավորություն չունեն, պարզապես քանի որ խոսքը գնում է նախաքննական գաղտնիքի մասին, բայց ընդհանուր պատկերը հետևյալն է, որ ունեցել են իբրև հնարավորություն ուղղակի անմիջապես արտադրող եւ ներմուծող ընկերություններից ձեռք բերել համապատասխան բժշկական պարագաներ, չեն արել դա, ձեռք են բերել բժշկական պարագաներ մի այնպիսի ընկերություններից, որոնք իբրև փոխկապակցված են բարձրաստիճան հոգևորականների հետ, այդ կերպ իրենց համար առաջացնելով մեծ շահույթ եւ դրանով պայմանավորված հետագայում որոշակի գործողություններ կատարելով խուսափել են հարկերի վճարումից, ամբողջը վերաբերում է Հայաստանյան Սուրբ Առաքելական եկեղեցուն։ Բայց այս տեղեկատվությունը որտեղից կարող էր ունենալ քննչականը։ Ես հիմա պարզաբան եմ, Տեսեք, Իզմիրյան բժշկական կենտրոնը ստացված փաստական տվյալների եւ դա փաստը որևէ մեկի համար գաղտնիք չի, պատկանում է եւ գտնվում է հսկողության տակ Մայր Աթոռի։ Եվ Մայր Աթոռի տվյալ պարագայում փոխկապակցվածությունը արդեն Սուրբ Առաքելական եկեղեցու հետ, ասում են, որ նշված գործողությունները հենց վերաբերվում է այն ընկերություններին, որոնք որ փոխկապակցված են իբրև այդ բարձրաստիճան հոգևորականների հետ, դրանով պայմանավորված խուսափում է եղել չարամատորեն հարկերի վճարումից եւ դրա արդյունքում հաջորդիվ գործողություններով, այսինքն գործարկային գործողություններով իբրև լեգալիզացրել են համապատասխան դրամական միջոցներ։ Այդ ընկերությունների հետ ուղղակի եկեղեցու դեմ արշավի շրջանակներում իրականացվող գործողություն։ Կարծում եմ դա գաղտնիք չի։ Ես ինչպես արդեն նկատեցիք, իմ խոսքի նախաբանի մեջ նշեցի հետևյալը, որ քրեական վարույթը նախաձեռնվել է հոկտեմբերի 9-ին։ Այսինքն ճիշտ է Հոկտեմբերի 9-ից հետո այս ժամանակահատվածը, եթե մենք հաշվում ենք, խոսքը վերաբերում է այս խուզարկության քննչական գործողության կատարմանը 4 ամիս անց։ Հիմա եկեք պատկերացնենք մի իրավիճակ, ինչպես կարող է հոկտեմբերի 9-ին 4 ամիս առաջ նախաձեռնվել քրեական վարույթ եւ եթե ստացել են փաստական տվյալներ, որ Իզմիրյան բժշկական կենտրոնի տնօրենի աշխատասենյակում կարող են պահվել ինչ որ առարկաներ, ինչ որ իրեր, որոնք որ կփաստեն վարույթի նախաձեռնման որպես այդպիսի ելակետները, սակայն այդ գործողությունները չկատարեն հրատապ կարգով, այն դեպքում, երբ որ դա հրատապ կատարվող քննչական գործողություն է, այսինքն այնպես չի, որ քրեական վարույթը կարող են նախաձեռնել եւ 4 ամիս անց իրավական ողջամտության մեջ ներողություն, իրավական ողջամտության մեջ կարող է տեղավորվել, որ 4 ամիս անց նոր գան քննչական գործողություն խուզարկությունը կատարեն։ Ավելին ասեմ ձեզ, մենք երբ որ ուսումնասիրեցինք խուզարկության որոշումը, այդտեղ հստակ նշված է, որ դատարանը թույլատրել է վերցնել խուզարկության արդյունքում հաշվապահական, վճարահաշվարկային փաստաթղթեր, այլ նյութեր եւ տվյալ պարագայում փակագծերի մեջ նույնիսկ բացահայտված է, թե այլ նյութեր ինչ է հասկացում, այսինքն նետա համապատասխան սևագրեր, այլ փաստաթղթեր, որոնք որ կվերաբերեն, կրկնում եմ, այդ հաշվապահական եւ հաշվարկային որոշակի փաստաթղթերին, որովը այդ նշման մեջ որևէ այլ նշում չկա, որ օրինակ դրանից դուրս, այդ սահմանից դուրս որևէ առարկա, որևէ փաստաթուղթ կարող է վերցվել։ Հիմա հանրությանը հայտնենք, որ բացի
որոշակի փաստաթղթերից Արմեն Չարչյանի աշխատասենյակից վերցվել են նաև գումարներ, որոնք որ խուզարկությամբ որոշմամբ առհասարակ որևէ նշում չկա, որ գումարներ վերցնելու վարույթ իրականացնող մարմինը որևէ իրավասություն կամ հնարավորություն է ունեցել։ Այդ որոշման մեջ այդ փաստաթղթերից թույլատրվել է նաև վերցնել որոշակի էլեկտրոնային կրիչներ, էլեկտրոնիկայի հետ կապված որոշակի գադջետներ, բայց որևէ նշում առայն, որ այդտեղ հնարավորություն կա քննիչի համար վերցնել գումարային ինչ-որ միավորներ, Այսինքն 15 թվի գործարքի համար այսօր գումար է առգրավել, ճիշտ եմ հասկանում։ 15-ից 25 թվականների հետ կապված, այո, բայց մի բան նշեմ, ներողություն եմ խնդրում, հեսա կպատասխանեմ ձեր հարցին, բայց եւս մեկ անգամ ֆիքսենք, խոսքը վերաբերում է բացառապես հաշվապահական փաստաթղթերին, որոնք որ կապված են հարկային փաստաթղթերի հետ կապված, եւ նաեւ այլ փաստաթղթեր, որոնք որ էլի վերաբերում են հարկային հաշվապահական փաստաթղթերին, որևէ նշում գումարային միավորի, ինչ որ գույքային միավորների մասին առհասարակ խոսք չի գնում։ Դա միակ անգամյա գործարք է, թե բարբերաբար բնույթ է կրել, պարբերական, եւ որ թվերին այդ գործարքը արվել, որը իբր խնդրո առարկա է ընկալվել։ Ինչպես արդեն նշեցի, 2015 թվականից մինչև 2025 թվականների ընթացքում որոշակի ընկերություններ հետ կապված, եւս այդ ընկերությունների անվանումները չեմ կարող բացահայտել, այդ ընկերություններին, որոնք մեկը չեն, երկուսը չեն, երեքը չեն, բազմաթիվ ընկերությունների հետ կապված կատարվել են գործարքների իմաստը վերաբերում է նրան, որ ձեռք են բերել համապատասխան բժշկական պարագաներ, որոնք իբրև կարող էր Իզմիրլյան բժշկական կենտրոնը ավելի էժան գնով ձեռք բերել անմիջապես ներմուծողից կամ արտադրողից, եւ իբրև ձեռք են բերել բարձրաստիճան հոգևորականների հետ փոխկապակցված ընկերություններից։ Բարույթը ինչ է իրենց ենթադրում եւ այսօր սրանով ավարտվելու է այս process-ը։ Տեսեք, ներկայապահին այս քննչական գործողությունից զատ այլ վարույթային կամ քննչական գործողությունների վերաբերյալ որոշակիություն չկա։ Ամենայն դեպս, եթե նման գործողություններ պլանավորվեն կատարեն, վարույթ իրականացնող մարմինը մեզ դրա մասին կհայտնեն։ Բայց ես ոնց հասկանում եմ, ներկայապահին ոչ բերման ենթարկելու, ոչ ձերբակալելու ոչ նախադրյալներ կա, սկսենք դրանից։ Երկրորդ էլ որևէ նմանատիպ գործողություններ վարույթ իրականացնող մարմինը չի պլանավորում։ Հիմա վերադառնամ ձեր հարցին, թե ինչի հետ է կապված։ Ես իմ խոսքի նախաբանի մեջ նշեցի, այս վարույթը նախաձեռնվել է դեռևս 4 ամիս առաջ։ Հարցը առաջանում, եթե 4 ամիս առաջ է նախաձեռնվել, ինչ որ նվազագույն տվյալներ այդ ժամանակ են ունեցել։ Պարզ տրամաբանությունը հուշում է, որ հենց այդ ժամանակ էլ որպես հրատապ կատարվող քննչական գործողություն, խուզարկություն, եթե դրա անհրաժեշտությունը կար, պետք է կատարեն հենց նույն օրը կամ հաջորդ օրը, բայց ոչ 4 ամիս անց։ Հիմա հարց կարծում եմ հրետորական, որն է դրա պատճառը, կարծում եմ բոլորը այդ պատասխանը շատ լավ գիտեն, որտեղ վերջի ժամանակահատվածում այնինչ տեղի է ունենում եկեղեցու շուրջ եւ մասնավորապես վեհապարի շուրջ, ես կարծում եմ բոլոր պատասխանները այս հարցի, այո։ Պարոն Ալեքսանդր, 4 ամիս առաջ կարծում նախաձեռնվել է վարույթը, պարոն Չարչյանը հրավիրվել է հարցակնության։ Բացարձակ մենք այս վարույթի գոյության մասին իմացել ենք այսօր, իմացել ենք այս վարույթի քննչական գործողության կատարման շրջանակներում, մինչ այս պահը Արմեն Չարչյանը եւ Իզմիրլյան բժշկական կենտրոնի որևէ աշխատակից, սկսած տնօրենից, փոխտնօրենից եւ վերջացած յուրաքանչյուր այլ աշխատակցի հետ կապված որևէ հրավեր վարույթ իրականացնող մարմին որևէ վարույթային գործողության մասնակցելու վերաբերյալ չի եղել, բացարձակապես, ինչպես ձեր համար է այս ամեն ինչը անակնկալ եղել, այնպես էլ մեր համար է։ Դե մեծ հաշվով իրենց համար էլ անակնկալ չէ։ Առաջ նշեցի, պարոն Ալեքսանդյան, իրենք հրավիրվել են հարցակնության կամ ինչ որ ձևով անցնում են այս բանը։ Տեսեք, այս զամբյուղի վերաբերյալ մեծ տեղեկություն առհասարակ հայտնի չի, որովհետև խուզարկության որոշման մեջ թեև բացահայտված են որոշակի փաստական հանգամանքներ, բայց նաև ես պատասխանելով սիրելի Սյուզիի հարցին, թե ինչ բարձրաստիճան հոգևորականների մասին է խոսքը գնում, առհասարակ դրա մասին որոշակիացված նյութ չկա։ Կոնկրետ առհասարակ անուն չկա։ Մենք չգիտենք, թե բարձրաստիճան հոգևորականը ով է կոնկրետ կամ ովքեր են իրոք կապ ունի թե չէ, եւ առհասարակ փոխկապակցվածություն ունեն թե ոչ։ Ես վստահ եմ, որ չունեն, բայց ավելին ձեզ ասեմ, այնիշ խուզարկության որոշման մեջ նշված է բացառապես օպերատիվ տեղեկությունների մակարդակում։ Մենք ֆիքսենք, որ օպերատիվ տեղեկությունները դատավարական իմաստով դրանք ապացուցողական զամբյուղ չեն, ապացուցողական որևէ նշանակություն չունեն, հետևաբար այս պայմաններում մենք ունենք պարզապես սնանկ փաստական տվյալների հետ գործ։ Պարոն Ալեքսանդյան,
Գործը ինչպես է զբաղվի, թե ինչպես է նախաձեռնել, տեղեկություն ունեք, արդյոք ինչ-որ կոնկրետ հաղորդում է եղել, ինչ է եղել, որ իրենք որոշել են անցնել այս գործով։ Տեսեք, որոշման նկարագրական մասի մեջ հստակ նշվում է, որ ԱԱՑ համապատասխան աշխատակիցը իր լիազորությունների իրականացման շրջանակներում հատկապես օպերատիվ հետախուզական միջոցառումներ կատարելու շրջանակներում ավելի նվաստ տեսակի։ Միգուցե օպերատիվ հարցումներ, օպերատիվ տեղեկությունների ձեռքբերում չեմ կարող ասել, որտեղ որոշակիացված չի։ Իբրև այդ լիազորությունների իրականացման շրջանակներում ինքը ձեռք է բերել այն տեղեկությունը, որը որ ես քիչ առաջ ձեզ հաղորդեցի։ Եվ դրա հիման վրա հենց ԱԱՑ աշխատակիցն է ներկայացրել համապատասխան հաղորդում, եւ այդ հաղորդման հիման վրա հաջորդ օրը հոկտեմբերի 9-ին նախաձեռնվել է քրեական վարույթ։ Այո։ Դու բացառում եք, որ սա հետին թվով ստեղծագործություն է, որովհետև մի քանի օր առաջ Փաշինյանը իր հարցազրույցում համարյա ընդունում է, որ այլևս մարտավարական առումով շարունակություն չկա, ասում է եկեղեցու թեման դեռ չգիտենք երբ հաջողության կհասնենք, բայց ընթացքում ակնարկում է ինչ-որ ֆինանսական հարցերի Տեսեք, մասին։ որևէ բան չեմ կարող բացառել, բայց եկեք մի այսպիսի իրավիճակ ներկայացնեմ։ Իմ մոտ այնպիսի տպավորություն է, որ իրավապահները որոշակի հանգամանքների բերումով, որոշակի կոնսենսուս ձեռք չբերելու պայմաններում նախաձեռնում են քրեական վարույթներ։ Այդ քրեական վարույթները նախաձեռնելուց հետո որևէ գործողություններ չեն կատարում, իսկ ինչու չեն կատարում։ Ոչ թե կա անհրաժեշտություն կատարելու, կան ելակետներ կատարելու չեն կատարում, ոչ, այլ չկան ելակետներ կատարելու։ Պարզապես քրեական վարույթները նախաձեռնում են, որոշակի հանգամանքներով պայմանավորված կոնսենսուսի եթե չեն գալիս, իսկ մենք ունենք այսօր իրավիճակ եկեղեցու հետ կապված, որ կոնսենսուս որպես այդպիսիք չկա, հետեւաբար պարզ տրամաբանությունը հուշում է, որ քրեական վարույթը նախաձեռնվել է 4 ամիս առաջ, որպեսզի եթե կոնսենսուսը չլինի, լինի իրավական հիմք որոշակի գործողություններ կատարելու համար։ Սա է ամբողջ պատճառը։ Դուք այս ընթացքում փորձեցիք կապ հաստատել այն ընկերությունների կամ սեփականատերերի հետ, որոնք փաստորեն որոնց անունները շոշափվում է այս գործի շրջանակներում, եւ հնարավոր համարում եք գործարարների նկատմամբ ռեսուրսներով ճնշումներ։ Կապ չենք հաստատել, որտեղ խուզարկության քննչական գործողության ժամանակ որևէ մասնակից այդ գործողության ընթացքում որևէ հաղորդակցվելու հնարավորություն որպես այդպիսիք չունի, հաշվի առնելով նաև հենց խնդրող առարկա հանդիսացող փաստական հանգամանքները, բայց պաշտպանական կողմը բնականաբար բոլոր միջոցները կձեռնարկի նաև որոշակի տվյալներ ձեռք բերելու համատեքստում, որպեսզի այն իրողությունը, որը ստեղծվել է Իզմելյան բժշկական կենտրոնի շուրջ եւ հատկապես Արամեն Չարչյանի շուրջ, այդ ամբողջը հերկվի։ Պարոն Ալեքսանյան, վարույթը կարծեմ նաև հարկերից խուսափելու հատկանիշներով է, ես երևի քիչ ավելի ուշ պատասխանել էի, ինչքան հարկերի մասին է խոսքը։ Չեմ կարող ասել, նախիկնության գաղտնիքը միանշանակ։ Բայց կներեք, հարկերից խուսափել են այն ընկերությունները, որոնք ավել գումարով ձեռք են բերել, թե նաև Իզմիլյան ԲԿ-ն, որտեղ Իզմիլյան ԲԿ-ին էր վերաբերում քննչական Այո, դուք շատ ճիշտ նշեցիք, խոսքը վերաբերում է Իզմիլյան բժշկական կենտրոնին։ Եվ քանի տարի է խուսափել, դա կա պարոն։ 15 թվականներից 25 թվականների մասին է խոսքը գնում առասարակ ամբողջ փաստական նկարագրություն։ Չեմ կարող ասել։ Եթե ավարտվել է, ինչու դուրս չեն գալիս այդ դեպքում։ Վերջ։ Զիջում էին ձեզ, հաս։ Այսինքն առնվազն մի երկու գործարարի տարել ասել են արի ասա, որ կարայիք ավելի ժամանակ ճարեիք։ Գործարարներից միշտ ավելի հեշտ։ Ինչպես հասկացանք, այս գործի շրջանակներում, որով խուզարկություններ իրականացնում, չի բացառվում նաև մի քանի եպիսկոպոսի հնարավոր ձերբակալության մասին խոսվի, որովհետև կարծես թե այս գործում ակնարկվում է, որ նրանց հովանավորչությամբ է այդ բուժ տեխնիկան ձեռք բերվել եւ մի փոքր ավելի թանկ գնով, քան հնարավոր էր ուղիղ ներկրողից ձեռք բերել։ Ասվել է, որ օպերատիվ տվյալներով կարողացել են պարզել
օպերատիվ տվյալներով այդ բուժտեխնիկան 10 տարի շարունակ ձեռք է բերվել X ընկերություններից, որոնք փոխկապակցվածություն ունեն եկեղեցական բարձրաստիճան պաշտոնյաների հետ։ Եվ նրանք խուսափել են նաև հարկերից, այդ թվում Իզմիլյան ԲԿ-ն։ Այսինքն գնումներն արել են առանց գործարքի թղթերի, ես ճիշտ հասկացա։ Իսկն ներկրվել է ապրանքը վերցել են, հարկեր չեն տվել, այդպիսով խոշոր հարկեր են թաքցվել, մոտավորապես տենց է ստացվում մեղադրանքը։ Սպասեցիք, որ հանդիսավորությամբ տանեն։ Չէ, բայց պիտի տեխնիկա տանեն, չէ։ Դուրը բացից։ Չարչանին։ Կարող ավելի պարտիզանություն անեն։ Կներեք մեզ կմեկնաբանեք, թե ինչ է կարգրավել և այս 10 տարիների գործարքի մասին է խոսքը։ Կներեք, դուք պետական ծառայողներ եք, դուք նաև պարտավոր եք բաց լինել, մանավանդ դուք գործ ունեք բժշկական կենտրոնի հետ, որը Մայրաթող Սուրբ Էջմիածնի ենթակայությամբ է գործում։ Կներեք, մեր ինչ է կարգրավում, գոնե դա կասեք, ինչ է կարգրավում Իզմիլյան ԲԿ-ի տնօրենի սենյակից։ Հնարավոր է, որ գործը, կներեք, փաստաբանն ասաց, որ հնարավոր չէ տեխնիկապես 4-5 ամիս քրեական գործը հարուցված այդպես քնեցնել, այսինքն քաղաքական նպատակահարմարությունից ելնելով էր այս գործը քնեցվել, ձեզ պետք էր եպիսկոպոսած ժողովից առաջ այս գործողությունները իրականացնել։ Ընդհանրապես կատարվել է, կարող եմ ասել, որ քննչական գործողություն դրանից ավելի ոչինչ չունի։ Առնվազն մասնագետ եք եւ դուք հասկանում եք փաստաբանի խոսքը 5 ամիս առաջ հոկտեմբերին հարուցված գործով։ Ինչու այսօր ներխուժում իրավապահը բժշկական կենտրոնի տնօրենի սենյակ։ Ինչ էիք անում այս ընթացքում։ Սպասել եք, որ քաղաքական նպատակահարմարությունը որոշի ձեր ներխուժման ժամկետը։ Չեն խոսելու։ Մնում էր մի հատ սրանց ուղեկցեինք։ Շատ կլինի։ Համակարգիչ նաև արգրավեցին։ Համակարգիչ էր դարան։ Քննիչներն ու օպերները դուրս եկան Չարչյանի սենյակից, առավոտյան ժամը 10-ից մինչև 1-ը, 9-ից ներողություն։ Հաստացի 4 ժամ շարունակ խուզարկում էին պարոն Չարչյանի սենյակը և արգրավեցին տնօրենի գլխավոր հաշվապահի համակարգիչներն ու փաստաթղթեր նաև տնօրենի սենյակից ու համակարգիչ։ Գործը 5 ամիս առաջ հարուցված քրեական 5 հոկտեմբերի։ Հոկտեմբեր, նոյեմբեր, դեկտեմբեր, հունվար, փետրվար ենք 5 ամիս առաջ հարցած քրեական գործի մասին է։ 5 ամիս 4 օր։